Վերջին օրերին խոսվում է Հայաստան ներմուծված ադրբեջանական AI-95 բենզինի մասին։ Սա իրականում ադրբեջանական արտադրության բենզին է, որը Ադրբեջան է մտել երրորդ երկրից հետո նոր Հայաստան, թե ոչ, ինչպես է դա որոշվում։ Իրականում դա շատ դժվար է հասկանալ, որտեղ եթե մտնում Հայաստանային պետություն, կոնկրետ մատակարար երկիր արդեն կարող է հասկանալ ինչ տեսակի բենզին է։ Մեզ համար ավելի կարևոր է այդ երևույթը, ոչ թե ադրբեջանական է, թե այլ երրորդ երկրի է երևույթի մասին է խոսքը, իսկ դա կարծում եմ որևէ կարևոր նշանակություն չունի, որ ցակման երկիրը որն է։ Այսինքն կապ չունի, թե որ երկրից է բենզինը եկել, որովհետև շատ փորձագետներ նշում են, որ Ադրբեջանը այս ձևով փորձում է հիմնական մատակարարը դիտարկի Ադրբեջանին։ Օրինակ Ռուսաստանից կախում չունենա։ Հավուշ խնդիր է, անկախ նրանից դա ռուսական բենզին կլինի, կղազախական, կազախական, թե այլ երկրի, դա ուշ հարց է։ Այսինքն այ հարցի հենց կարևորությունը այդտեղ Ադրբեջանը փորձում է մեծ տնտեսական էքսպանսիա ենթարկել, թե ոչ։ Իմ կարծիքով, իմ սուբյեկտիվ կարծիքով, որը որ ապացուցված է եւ մասնագիտական եւ պատմական երկար եւ ոչ նախորդ անցյալի ոչ կարճ անցյալով, բնականաբար Ադրբեջանի գլխավոր նպատակը մեծ տնտեսական էքսպանսիա ենթարկելն է։ Բայց դա այդքան կարևոր չի, թե որ պետության։ Դա խնդիրը ըստ ոչ թե կոնկրետ ադրբեջանական է, ադրբեջանական չէ, միայն ադրբեջանական է, թե այլ պետության նախամտերք կա այդ մատակարարվածի կամ հետագա նոր մատակարարման մեջ, այլ ավելի կարևոր է դրա գլխավոր նպատակը։ Եթե մեր պարագայում խոսվում է դիվերսիֆիկացիայի մնացածի մասին, մեզ ավելի կարևոր է ընդգծել, թե այն դիմացի կողմի համար որն է ավելի կարևոր։ Եվ վերջում վերջին հաշվով շատ նաև կարևոր է, թե կարևոր չի թե ինչ ապրանք, բենզին թե այլ հետո ասենք կենցաղային ապրանք, արդյոք առևտուրը միակողմանի է լինելու, այսինքն միայն Ադրբեջանից Հայաստան, թե հնարավոր է նաև օրինակ Հայաստանից Ադրբեջան ինչ-որ բան մատակարար։ Եթե Հայաստանից Ադրբեջան Հայաստանը փող առևտրային տրամաբանություն ունի, այդ ժամանակ կարելի է դիտարկել տնտեսական ինչ-որ նպատակահարմարություն մնացած։ Բայց եթե միակողմանի է, դա անխուսափելիորեն կապ չունի, դա մեզ համար ոչ բարեկամ Ադրբեջանն է, թե շատ բարեկամ այլ պետություն։ Եթե առևտուրը Իրանը միակողմանի, դա անխուսափելիորեն բերում է տնտեսական էքսպանսիա։ Հետևաբար այդ տրամաբանությամբ ռակուրսով է պետք նայել։ Իսկ թե կոնկրետ ինչ տեսակի բենզին է ու որ երկրի, դա իրականում տեխնոլոգիապես ես որպես մասնագետ արդեն անհնար է հասկանալ։ Իհարկե կարելի է վերլուծել, թե ինչ ծավալներ ունի Ադրբեջանը ուռճացված է էներգետիկի մասով եւ ինքն բազմաթիվ անգամներ ասել։ Բայց դա ըստ էության խնդրի մեր հարցերի պատասխանը մեծ հաշվով չի տալու։ Մեր հարցերի պատասխանը ավելի երկարաժամկետ տեսանկյունից մենք կարող ենք ընկնել ադրբեջանական տնտեսական կախվածության տակ, թե չենք կարող։ Ամբողջ հարցի կարևորը ըստ